Մասնավոր հատվածի միանալու մոտիվացիան այն է, որ իր ծառայությունները լավանում է ավտոմատ, որովհետև ինքը օգտագործում է այդ մեկ անգամ տվյալի մուտքագրում սկզբունքը իր ծառայությունները մատուցելիս, հա։ Դա մեկ, եւ երկրորդը փոխանակվում է, չէ՞ մեր հետ։ Այո, փոխանակվում է դա մեկ, բայց նաեւ մենք օրենք ենք ընդունել այդ հանրային տեղեկությունների մասին օրենքը, որը տվյալը շտեմարանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան փաստաթուղթը։ Մեր ծննդյան վկայականը այլևս պետք չի պահել, եթե իմ տվյալը բնակչության ռեգիստրում ֆիքսված է եւ API-ով հասանելի է։ Դա էլ է մասնավոր հատվածին խթանում, որ ինքը տվյալը վերցնի։ Եվ այդ ամբողջ համակարգի X-ROD-ը անցած անգամ որ քննարկեցինք, այդ հարցումը այսպես ասած տվյալների շտեմարանում ֆիքսում է այդ տվյալ պահին այդ հարցում ինչի համար է արված, որը նույնն է ոնց որ փաստաթուղթ տպեն։ Սա է համակարգը ապահովում, որ մենք անցնենք փաստաթղթային համակարգից տեղեկատվական կամ թվային համակարգի։ Եվ եւս մի բան եմ ուզում կարևորել, բայց այդ մասը բարերության ներողություն եմ խնդրում, հիշեք ինչ եք ասելու, բայց մի բան ընդհատվենք հաշվի առնելով մեր ցավոտ պրակտիկաները։ Հիմա պարոն Դադունց, կարող է ունենանք մի իրավիճակ, որ sense ջանքներ դնենք, կարգի բերենք այս տվյալների շտեմարանները, վերջում մի հատ դատավոր պարզի, որ չէ ճիշտը թուղթն է։ Ես դա հենց այդ ռիսկը իրավական անվտանգության մեր նախաձեռնության լավ կլինի, որ այս փուլից քննարկենք։ Որովհետև տեսեք, պարոն Երիցյանը մի շատ կարևոր բան է ասում, որը ապագան է այս ամեն ինչի, որ քաղաքացու վերաբերյալ տվյալը էլեկտրոնային ըստ էության քաղվածքը ինչ որ համակարգի վավեր իրավական բարձրագույն իրավական ուժ ունեցող կոնտենտ է, չեմ ուզում ասեմ փաստաթուղթ է, որ էլի չնույնականացնենք թղթի հետ։ Հիմա սա փորձաքննություն արվել է կամ խնդրեմ մի անգամ էլ անենք, որպեսզի հետո սյուրպրիզներ չունենանք։ Նորից կնայենք բան փոխվարչապետ, բայց օրենքի ձևակերպում եթե հստակ լինի, որ դա ունի բավարար իրավական ուժ եւ հիմա էլ դատավարությունների թվայնացմանը զուգահեռ հիմա դատաներում նման խնդիր ըստ էության չի էլ արձանագրվել, այսինքն եթե դատավարական օրենսգրքերում ենք ունենք կարգավորումներ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայցադիումը եւ փաստաթղթերը դրանք վավեր են, փաստաթուղթ նկատում էլեկտրոնային ստորագրությամբ կամ էլեկտրոնային տվյալները այդ ձևակերպման հիման վրա հիմա աշխատում է համակարգը, այսինքն մենք ինչ որ ռեալ խնդիրներ այստեղ չենք հայտնաբերել, բայց Պարոն Դադունց, ասեմ մտավախությունս գալիս է էլեկտրոնային ծանուցումներից, որ միասնական պրակտիկա չեմ զգում մինչև օրս։ Չնայած որ կարծում եմ, որ օրենսդրությունը բավարար հստակ ասում է, որ էլեկտրոնային ծանուցումը պատշաճ ծանուցում է, բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, որ տենց ինչ որ միանշանակ չին կալումները։ Ուզում եմ ասեմ, որ այս փուլից սկսած մենք պիտի այնպես անենք, որ բոլորի մեջ բոլոր պրակտիկաներում հստակ ամրապնդվի, որ մենք գնում ենք տվյալների իրավական լիարժեք ուժի սկզբունքով։ Հակառակ դեպքում մենք երբեք չենք ունենա թվայնացում, ինչը նշանակում է երբեք չենք ունենա քաղաքակիրթ ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը որ անթույլատրելի է։ Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ լավարկումների կամ փոփոխությունների օրենսդրական, իմ խնդրանքն է, որ զուգահեռ անենք, որպեսզի երաշխավորված լինի, որ սա այսպես է։ Ոչ թե մենք ենթադրենք, որ այդպես է գրված օրենքում, այլ ուղղակի երաշխավորենք։ Շնորհակալություն պարոն փոխվարչապետ եւ նաեւ կխնդրեմ մեր գործընկերներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում, վարչարության ընթացքում, եթե հանդիպել են այնպիսի դատական պրակտիկայի, որը իրենց կարծիքով խոչընդոտում է այդ կարգավորումների իրացմանը, մենք աշխատենք դիմեն մեզ եւ մենք հստակեցումներ անենք համապատասխան օրենքներով։